նորից պրիվ, ես խոստացա, չէ, կորոշեմ ոնց վարվեմ, ու կասեմ, որոշեցի, խորհում էի, շատ մտա, սուզված, թե ինչպես վարվեմ, ոչ այդքան մոտիկ, բայց և ոչ այդքան հեռու, լսեցի ձայն, ենթադրում եմ արջի, իրանց այդ աղաքի ձայն էր, մի խոսքով, բառաչի նման ինչ-որ մի հատ զիբիլ ձայն, ենթադրում եմ դա արջ էր, ոնց որ մտածում էի, ու որոշեցի, որ շոտկի սենց անպատրաստ, քանից հետո, տեղս էլ վարված, արջին էլ հացիս համը արդեն տված, ինչքան հասկացա դուրն եկել էր, երևիթը չարժե մնալ, այդ ժամին ես չեմ կարա շատ հեռու գնամ, որովհետև եթե որոշեմ մնալ, ինչքան էլ հեռու գնամ, այնպես պիտի ժամանակս հաշվեմ, որպեսզի կարողանամ ինչ-որ տեղ գտնել, ծած գտնել և այլն, իսկ այդ հենց մեկա, արդիքան էլ հեռու չեմ լինի, ուստի ամենառեալ տարբերակն էնա, որ ես հիմա գնամ տուն, գնամ, պատրաստվեմ, ավելի նորմալ հետևություններ անեմ, համապատասխանաբար, այս վիդեոն էլ հույսով եմ ինձ կօգնի, ճիշտ էլ կհայտակ մոռացած կլինեմ, կհիշեմ, կվերհիշեմ, մի խոսքով, հիմա ես գնացի տուն, հանգիստ, սիրուն, չնայած լավ մի աշխարհ ճանապարհ պիտի անցնեմ, ես որ առանց տեսաղոր անտառներում թրև եմ եկել, ճիշտ ասած մի քիչ էլ կորցրել եմ ուղղությունս, թե որովհետև պիտի դուրս գամ որպեսզի ճամփին լինեմ, փորձեմ գտնել ճանապարհը, գնամ տուն, այսօր հետևություններ անեմ ու եթե բախտս բերի եկող շաբաթվա վերջին արդեն շատ ավելի կազմ պատրաստ գամ, չասնեցի ավելի մի քիչ նորմալ անտառ տարածություն որոշեմ, որտեղ հետ չլինի գոնե ծառերը ավելի մեծ կլինեն, մի խոսքով, պակա